Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 20-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս հայելային օրը։ Կարող եք երազանք պահել, կարող եք լավ բաների մասին միայն մտածեք, որովհետև բաց է առ Աստված եւ կարող եք յուրաքանչյուր ցանկություն պահել այդ օրը։ Այսքանը եւ տեսնենք, թե ինչ է մեզ բոլորիս սպասվելու այդ օրը։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 20-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն ունեք, էներգիավլի կլինեք, ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, գուցե դրանից եք ազատվում, տալիս եք եւ հեռանում եք դրանից։ Նաեւ դա ինչ-որ մեկն է, ով որ կարող ձեր կյանքից է գնում եւ դուք ուրախ եք, որ այդ մարդի վերջո ազատվեցիք այդ մարդուց։ Եթե ոչ, սա ինչ-որ մի բան է, կարող անում եք, վերջացնում եք, դա ձեզանից գնում է, դա համար ուրախ եք։ Ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, ձեզ սիրված կզգաք այդ պահերով, որ ինչ-որ մի բան գնաց, ինչ-որ մի բան չկա։ Եվ այդ օրը նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 20-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև ձեր ցանկությունները կիրականանան, սիրված եք ձեզ զգում կամ ձեր սիրելիների շրջապատում կլինեք, կամ նաև սիրո խոստովանություն է սա, կամ ձեզ կանեն, կամ դուք կանեք այդ օրը։ Ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։
Ինչ որ հարցում նաև հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Նորություն կլսեք այդ օրը, ինչ որ տհաճ պահեր կան օրվա ընթացքում, բայց կարծես թե փոքր են, այդքան ձեզ վրա չեն ազդում։ Եվ այստեղ ինչ որ մի բան է ձեր ձեռքից գնում, բայց դա ոնց որ ասում են, ի հաջողություն ձեզ է դա։ Ոնց որ այդ հնարավորությունը, ինչ որ գնում է ձեր ձեռքից, դա ձեզ համար շատ լավ է, հաջողություն է, այնպես որ պետք է ուրախանաք, որ ինչ որ դա ձեր ձեռքից գնաց, ոչ թե կա։ Կամ նաև այստեղ ոնց որ մարդը ինչ որ մի սխալ մի բան է արել, բայց այդ սխալը հետո կարողանում է ուղղել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 20-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս նույնպես կկատարվեն։ Նաև սպասման մեջ եք լինելու օրվա ընթացքում, ինչ որ մեկին եք սպասելու կամ ինչ որ բանի եք սպասելու այդ օրը։ Նաև ինչ որ բան եք ձեր ձեռքից բաց թողնում, դա ձեզ ցավ է տալիս, գումար կստանաք այդ օրը։ Տատանվում եք, ծանրութ հետև եք անում, ինչ որ մտքեր կան, որոնք որ տանջում են ձեզ։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 20-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նաև հյուր ունեք կամ դուք կգնաք կամ ձեր տուն կգան, հանդիպում ունեք երեխաների հետ կամ սեղանի շուրջ եք նստում կամ նաև դա կարող է լինել երեխաների հետ կապված որևէ առիթ է, այդտեղ սեղանի շուրջ եք նստում։ Նամակ կստանաք տեղեկատվություն, հնարավոր է նաև դա հրավիրատոմս է, որ պետք է գնաք այդ առիթին, նաև կարող ծրարի մեջ ինչ-որ գումար եք դնում և տանում եք, դա է նշանակում այդ ծրարը և հրավերը։ Եվ նաև այդ օրը հաջողություն ունեք ձեր բոլոր գործերում, ձեր ինչ որ կանեք այդ օրը եւ գործերում, եւ բիզնեսում, եւ ընտանեկան կյանքում կախված է ինչ է կատարվում ձեր կյանքում։ Այսքանը եւ իհարկե գնալու եք կամ այդ առիթին բավականին երկար մնաք, երկար նստեք այնտեղ, կամ նաեւ սա նշանակում է յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո նոր արեք ինչ որ մի բան։ Եվ այստեղ ունեք նաև օձեր, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ, որոնք որ շրջապատում են ձեզ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 20-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, լավ մտածեք, նոր հետո քայլ արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Նաև այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ որ մեկին կարող եք սպասել, ինչ որ բանի կարող եք սպասել, եւ ոչ հնարավորություն կարող եք բաց թողնել, կարող այդ սպասման ժամանակ է, որ պետք է ուրիշ բանով զբաղվեիք, նստել սպասում եք։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, տան հետ կապված որևէ հարցեր կան, հնարավոր է առիթ է, հնարավոր է նաև կարող է տեղափոխվում եք եւ այլն, կամ ձեր տանն է առիթը, կամ պետք է գնաք այդ առիթին, եւ որևէ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Միգուցե նաև այդ տան հետ կապված հարցերն են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։
Ինչ է սպասվում օձերին փետրվարի 20-ին։ Հարգելի օձեր, այդ օրը նվեր կստանաք կամ դուք կարող եք ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրել, գուցե դա նաև ծաղիկ է, քաղցրավենիք է եւ այլն։ Գործերը այդ օրը կմնան ամբողջությամբ չեք հասցնում ավարտին, նորություն կլսեք նաև, ձեր ցանկությունները կիրականանան եւ կամ կհուզվեք կամ նաև կարտասվեք։ Գուցե ցանկություններից է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 20-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, բայց նաև այստեղ ձեր ձեռքում է ամեն ինչ, թե ինչպես իրենց կվերաբերվեք, իրենց արձագանքը, ինչպես կընդունեք, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, նաև պետական հիմնարկությունից հաջողություն ունեք, դա կարող է լինել դատական գործեր, դա կարող է լինել բժշկական հիմնարկություն, ուսման կենտրոն, դա կարող է լափանցնել քննությունները։ Նաև կարող եք հուզվել, կարող եք արտասվել, գուցե դրա հետ է կապված։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ նաեւ նամակագրական կապ է սա փաստաթուղթ է, որը կստանաք, կվերցնեք, կուղարկեք, կստորագրեք, այդպես։ Նաեւ պատվերը, բան եք պատվիրել գալիս է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։
Ինչ է սպասվում այծերին փետրվարի 20-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ձեր սիրված կզգաք, ձեզ այստեղ կողոն սիրո խոստովանություն անել, դուք անեք սիրո խոստովանություն, նաև ձեր հարազատ մարդկանց հետ այդ օրը գտնվեք։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ կան, կարող է դա ինչ-որ առիթ է և միասին եք դուք բոլորով, նաև դա կարող է լինել տան հետ կապված հարցեր, միգուցե տեղափոխություն է, միգուցե ինչ-որ տանն եք ինչ-որ բաներ անում։ Օրվա ընթացքում որոշ տհաճ պահեր կան, նաև սուտ կա, միգուցե դա է տհաճ պահերը։ Գաղտնի գործողություն, գաղտնի սիրավեպ այստեղ նաև կա։ Եվ որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտի, միգուցե դա է, այստեղ ձեզ համար տհաճ պահերը։ Նաև աշխատանքի հետ կապված որևիցե հաջողություն ունեք, որևիցե այստեղ կարող է պետական աշխատողի հետ եք հանդիպում և ձեր ցանկությունները կատարվում են, ինչ-որ մի բան է ինքը ասում։ Կամ գնում եք, ուզում եք հենց ինչ-որ մի տեղ աշխատել և այդտեղ ձեզ ընդունում են աշխատանքի և ոնց որ ձեր ցանկությունները իրականանում են։ Ինչ-որ մի բան է այդտեղ աշխատանքի, հարցազրույցի հետ կապված և այլն։ Եվ նվեր կստանաք կամ նաև դուք որևիցե մեկին ինչ-որ բան կնվիրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դինենք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 20-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական շփում որևէ մեկի հետ։ Նաև, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, միշտ ապեք ոչինչ ասել կամ ոչինչ անել, հա, միշտ ապեք, ոչ մի հարցում։ Եվ ինչ որ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, կամ նոր է սկսում կատարվել, կամ ավարտվում է դա։ Նաև հաջողություն ունեք այդ օրը ձեր գործերում, ձեր բիզնեսում, անձնական կյանքում, ուսման մեջ, հա, ինչ որ անում եք։ Եվ հրավերք ունեք որևէ առիթի։ Կամ դուք եք առիթ ստեղծում, հրավիրում մարդկանց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 20-ին։ Հարգելի ակաղաղներ, չգիտեմ ինչպես է խառնվել, բայց ընդամենը մեկ բան ունեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր։ Միգուցե ուսման կենտրոն է, միգուցե բժշկական կենտրոն է, միգուցե նաև դատական գործեր են եւ այլն, այն ինչ որ բաներ են, որ զբաղվելու եք դրանով։ Ուրիշ բան չկա։ Նայեք նաև ձեր ամսական կանխատեսում, այնտեղից այն ինչ որ բաներ կարող նաև վերցնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 20-ին։ Հարգելի շներ,
Այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաեւ դա կարող է լինել վերջին 1 ամսվա իրադարձության ավարտը, նաեւ դա կարող է լինել նոր սկսվող, ինչ-որ մի բան, որը այդպես ամեն ամիս լինելու է արդեն ձեզ մոտ։ Ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել այդ օրը, սուտկա, հաջողություն ունեք նաև ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, ինչով որ դուք այդ օրը կզբաղվեք, նաև հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի հարցից եւ գումար եք ծախսելու, այստեղ նաև ասում են, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, որովհետեւ կարող եք ինչ-որ սխալներ անել, թեկուզ այստեղ եթե գումարի հետ է կապված, ապա կարող եք ավելորդ ծախսեր անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դինայինք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 20-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ մարդու հետ, նաև գումար կստանաք, սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանին, օրը ձեր ձեռքում է, այդ սպասել է նույնպես, թե կսպասեք արդյոք թե ոչ, կամ վեր պետք է վերցնեք ձեր ձեռքը, որտեղ կարող է ուշանում է, ոնց որ տիրապետ եք ձեզ։ Հույսով եք, հույսով լցված եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, սեղանի շուրջ եք նստում եւ հրավեր որովիցե առիթի, կամ դուք եք հրավիրում ինչ-որ մեկին ձեր առիթին, կամ այստեղ ձեզ են հրավիրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։